Տիկին Խաչատրյան, ինչպես է խանդը ազդում հատկապես զույգային հարաբերությունների վրա։ Շատ տարբեր կարող է ազդել։ Եթե օրինակ հաղորդման սկզբի օրինակով դա կարող է ավելի շատ միացման եւ ամրացման գործոն հանդիսանալ, երբեմն նաեւ կորցնելու վախը կարճաժամկետ ժամանակահատվածում կարող է ավելի հետաքրքրություն մտցնել եւ զույգային հարաբերություններն ավելի այսպես ավելի կայծկլտացող լինեն, ավելի հետաքրքիր լինեն, իսկ եթե երկարատև է դա, բնականաբար տանելու է քայքայմանը հարաբերությունների, ցանկացած խանդի արկայության դեպքում, տեսեք, տանջվում է խանդողը, որ ինքը ունի այդ հոգեվիճակը, ունի վստահություն, ստրեսի մեջ է ինքը հայտնված, չէ՞, բնականաբար լարվածություն, վախ եւ տանջվող է այն սուբյեկտը, ում նկատմամբ որ կա խանդի արկայությունը, այսինքն անընդհատ կասկածել, տեղին անտեղին մեղադրել, ինչ որ հարցեր տալ, ստուգել, ղեկավարել, փակել, այս ամենը կարող է հանգեցնել սուբյեկտի կողմից բնականաբար լարվածության, վրդովմունքի, զայրույթի, ինչու ոչ վիրավորվածության, հիասթափության, այսինքն կապ ունի թե ինչպես է դա դրսևորվում, ինչքան ժամանակահատվածում է դա դրսևորվում, իրավիճակը ինչպիսին է եւ անհատական առանձնահատկությունները ինչպիսին են։ Այս ամբողջը համախումբ է, ըստ որի կարող ենք ենթադրել, թե ուր կարող է տանել խանդի դրսևորում այդ զույգային հարաբերությանը։